հրաժարվեցին, բայց հնչած հարցադրումը ցավոք չեմ կարող հրապարակել, որտեղ նախազգուշացված են կախակցության տվյալների գաղտնիությունը պահպանելու պարտականության մասին, բայց հարցը ինքնին այնպիսին էր, որ ոչ մի հրատապություն չուներ հարգելներս, ավելին եպիսկոպոսների նույն ժամին հնչական կոմիտե ներկայանալու պարտականության մասին ծանոթելու ընդհանրապես անհրաժեշտություն չկա, այսինքն հրատապությունը 0 էր այդ հարցը, հետևապես կասկածներս լիովին փարատվեց։ Այսինքն առավոտյան 10-ին իրենց ուղղակի ասել էին եկեք, հետո նոր ծանոթագրեր էին ուղարկվել։ Այո, հետո նոր ծանոթագրեր էին ուղարկում, հետ կարողացել էին հեռախոսական փաստաթել, պարտավորեցրել էին, որ պետք է ներկայանաք։ Ժամը 11-ին էին ասել։ Հետո արդեն երբ որ մեր վստահորդները կապվեցին մեզ հետ, արդեն մենք քննիչների հետ կապվեցինք, ասացինք, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն կա, չենք կարող բնականաբար ժամը տեղափոխել։ Բացի այդ գիտեք, որ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ է եւ հետո չեն կարող ներկայանալ, բայց չէ, հրատապ է եւ դրան հաջորդեց արդեն ծանոթագրերի ուղարկման գործընթաց, երբ որ հասկացան, որ պարզապես զանգով կարծես թե չենք ներկայանալու, ես նույնիսկ պատրաստ եմ զբաղվածություն հիմնավորող ապացույցներ ներկայացնել, բայց դա իհարկե ինչ չէր հետաքրքրում եւ ծանոթագրեր ուղարկեցին արդեն բջջային հեռախոսներին, փորձելով այդպես ձևական կողմն ապահովել, բայց դա էլ պատշաճ հացակարգ չէ, ծանոթագրերը արդեն ասել եմ վկայի դատավարական կարգավիճակով էին ուղարկված եւ պատշաճ կարգը պահպանված չէր, նախապես չէր ուղարկված, հրատապությունը հիմնավորված չէր, ինչու է ուղարկվում եւ այլն, ինչը օրենսդրական պահանջ է։ Եվ արդեն բնականաբար, երբ որ մենք արդեն ուշ ներկայացանք, հնչած հարցադրումների էր, որ կարող էր տրվել եւ վաղը, եւ մյուս օրը, եւ այսօր այս ժամին, ինչպես տեսակ, աշխարհը շուտ չէ դրանից։ Մենք նախորդ հարցաքննությունները տեսել ենք ինչքան երկար են տևում, այս անգամ շատ կարճ տևեց, այսինքն փոքրիկ հարցադրումներ ըստ էության իսկապես։ Իրականում հրաժարվել են սեփազանները ցույց տալու իրենց դատավարական իրավունքից օգտվել են տվելու, բայց հարցադրումն էլ ինքնին այնպիսին է, որ վստահաբար երկար ժամանակ չէր տևելու եւ ըստ էության այստեղ տևողության հարցը չէր, այլ զուտ հարցաքննության բովանդակային մասին եթե անդրադառնանք, հրատապություն չկար։ Այսինքն սա է կարևոր, այսօրվա կարևոր համարն է հարցը, հրատապությունն է, արդյոք այդ հրատապությունը կա, որ Գերագույն հոգևոր խորհրդի 4 ուրեմն անդամներ եւ եպիսկոպոսներ կրկին հրավիրվում են նույն ժամին Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ընթացքի ժամանակահատվածում հնչական կոմիտե, որպեսզի մասնակցեն հնչական գործողությանը։ Պատահականություն չէր նաև 3 աշխարհիկ անդամներին հարցաքննության։ Պատահական չէր, որովհետև բնականաբար Գերագույն հոգևոր խորհուրդը շարունակվել է։ Հետևաբար դա էլ է եղել միտված հենց այդ գործընթացը կրկին խաթարելու։